Բաքվում պահվող մեր հայրենակիցներին արգելում են ունենալ աստվածաշունչ կամ քրիստոնեությանը առնչվող որևէ խորհրդանիշ։ Նույնիսկ մարմնի վրա եղած խաչի դաջվածքները հեռացրել են այրելով։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է լրագրողներին պատմել մեր հայրենակիցներին առնչվող նորությունները։ Երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ, որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ եւ դրանով ներքին լսարանին ցուցադրում են, որ մարդասիրական նորմերը Ադրբեջանում պահպանվում են։ Ըստ իրավապաշտպանի առանձնահատուկ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Նա ի տարբերություն մյուսների չի կարողանում ամեն շաբաթ զանգել ընտանիքին։ Մեծացել է նրա մեկուսացվածությունը արտաքին աշխարհից եւ ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պայքասել է զանգերի հաճախականությունը։ 16-ի պարագայում շաբաթը 1 անգամ զանգի հնարավորություն է տրվել, որպես կանոն չորեքշաբթի օրերին, իսկ դատապարտված 7 անձանց պարագայում 4-ից 6 շաբաթը 1 պարբերականությամբ։ Հիմա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս 1 շաբաթյա պարբերականությունը պահպանված չէ։ Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարների եւ 8 ռազմագերիների դատական նիստերն արդեն ավարտվել են։ Նրանք իրենց վերջին ելույթն են ունեցել։ Սիրանուշ Սահակյանը ակնկալում է, որ դատավճիռը կհրապարակվի մինչև հունվարի վերջ։ Այդ դատավարությունները ֆարս են, ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, կան ստորագրված արձանագրություններ նախաքննության փուլում, որոնք կեղծ են, եւ այն փաստաբանները ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են այդ արձանագրությունները, պարտադրանքի ներքո են գործել։ Այսօր լրացավ այս կեղծ դատավարությունների մեկնարկի տարելիցը։ 19 հայ շարունակում է գտնվել Բաքվի բանտում։ Ռուբեն Վարդանյանի դատական վերջին նիստն էլ հետաձգվել է հանրային պաշտպանի առողջական վիճակի պատճառով։ Անդրադառնալով սիրիացի վարձկանների արտահանձնման թեմային, Սիրանուշ Սահակյանը նշում է, որ այս պահին անհայտ է, ունի արդյոք Հայաստանը բավարար լծակներ մնացած գերիների վերադարձի համար։ Միաժամանակ 4 հայ գերիների վերադարձից հետո իրավապաշտպանը հույս է հայտնում, որ մյուսները եւս կվերադառնան հայրենիք։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։